Ձեր տեղեկությունն է սուտ, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել։ Ես իհարկե ձեզ ներում եմ, բայց ես այդ հարցին արդեն պատասխանել եմ։ Թույլ տվեք, երբ որ պատասխանում եմ, մի ընդհատեք ինձ։ Ձեր կողմից առնվազն շատ ոչ պրոֆեսիոնալ էլ հարցը կոնկրետ որն էր։ Դյուրագրգիռ է դառնում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, երբ լրագրողները հարցնում են. կառավարությունում վերջապես հասկացել են, ինչպես է թոշակառուն ծախսելու ավելացված 10,000 դրամ թոշակը։ Ընդամենը 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը դա ոչ մի կերպ չէր պատկերացնում։ Ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Մանիպուլացված, ձևախեղված արտահայտությունները բերել ներկայացնել որպես տենց բացարձակ ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյանի մանիպուլատիվ հայտարարություն արել, որտեղ ես իրեն եմ ցույց։ Ես ուզում եմ ասել, որ դուք առնվազն պետքա լրագրողական եւ պրոֆեսիոնալ կոռեկտություն ունենաք։ Ինչու ընտրություններից 3 ամիս առաջ որոշեցին բարձրացնել թոշակը։ Արսեն Թորոսյանն ըստ էության Փաշինյանի տեքստերն է կրկնում։ Եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել, դա մեր տնտեսական աճի ցուցանիշն է 2025 թվականի, որը մեզ հիմք է տալիս այլ հետևություններ անել հարկաբյուջետային քաղաքականության եւ նաեւ որոշումներ կայացնել, որոնք որ մինչեւ դա ավելի ռիսկային են։ Ոնց կարող է կառավարությունն ամբողջ տարվա ընթացքում չնկատել տնտեսական աճը, բացառել թոշակը թեկուզ 1000 դրամով բարձրացնելու հնարավորությունը, բայց ընտրություններից առաջ հանկարծ բացահայտել, որ տնտեսական աճը կանխատեսվածից էլ բարձր է եղել եւ թոշակները բարձրացնելու հնարավորություն կա, հարցնում են Հայ-ԱԿՎ-ի անդամները։ Եթե հիմք են ընդունում տնտեսական աճը, ապա մենք նախորդող տարիներից մեկում ունեցել ենք ավելի բարձր տնտեսական աճ եւ միգուցե այդ տարի բարձրացնեն եւ միգուցե թոշակառուների արժեվ ներողություն խնդրեն, որ այդ տարիներին թոշակները չեն բարձրացրել։ Հայ-ԱԿՎ-ի անդամները դեռ դեկտեմբերից են ստորագրահավաք սկսել կենսաթոշակը բարձրացնելու պահանջով։ Ասում են այդ պահանջը ձևակերպելու համար հենց Արսեն Թորոսյանն է իրենց պոպուլիստ անվանել։ Հիմա ով է պոպուլիստը։ Ընդհանրապես 1-2 օր առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար այդ երիտասարդը պնդում էր, որ թոշակ ովքեր պահանջում են բարձրացնելը, նրանք պոպուլիստներ են, նրանք խաբում են ժողովրդին, նրանք բյուջեի ծախսերի տեղը չգիտեն, նրանք սա չգիտեն։ Իրական պոպուլիստները կառավարության անդամներն են, պնդում են Հայ-ԱԿՎ-ի անդամները։ Նրանք վստահ են, որ կառավարությունը թոշակները բարձրացնելով 10,000 դրամի ընտրակաշարք է բաժանում թոշակառուներին։ Այս քայլը ընդամենը մի կիսատ նախընտրական ժեստ է, կարելի է ասել ինչ-որ իմաստով ընտրակաշարքի տրամաբանությամբ արվող եւ բնավ չի սպառում այն օրակարգը, որով մենք դուրս ենք եկել պայքարի։ Ավետիք Չալաբյանի հաշվարկով, որպեսզի նվազագույն կենսաթոշակը հավասարվեր նվազագույն սպառողական զամբյուղին, պետք է բարձրանար ոչ թե 10,000 դրամով, այլ ավելի քան 50%-ով։ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 80,000 դրամ է հիմա, այն էլ պաշտոնական տվյալներով, նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նույնիսկ 50% բարձրանալու դեպքում 54,000-ը շարունակում է պակաս մնալ 80,000-ից, հա։ Հայ-ԱԿՎ-ի անդամները պնդում են հնարավոր կլիներ թոշակները մոտեցնել խելամտության սահմաններին, եթե կառավարության անդամները հրաժարվեին իրենց պարգևավճարների կլոր թվերի գոնե վերջին 0-ից։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։